ԱՄՆ նախագահը Կիրակի օրը հայտարարել է, որ իրականում չի քննարկում Ուկրաինային հեռահար տոմահավք հրթիռներ մատակարարելու հարցը, հայտնում է BBC-ն։ Ավելի վաղ CNN-ը հղում անելով ԱՄՆ-ի և Եվրոպայի երկրների աղբյուրներին հաղորդել էր, որ Պենտագոնը համաձայնել է Ուկրաինա տոմահավք հրթիռներ փոխանցել, սակայն հարցի վերաբերյալ վերջնական քաղաքական որոշումը պետք է կայացնի ԱՄՆ նախագահը։ Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելն անում է ամեն ինչ Գազայի բնակիչներին մարդասիրական օգնության մատակարարումը և Գազայի հատվածում վերակառուցման գործընթացին անցնելը խոչընդոտելու համար։ Իսրայելում մենք գործ ունենք մի վարչակազմի հետ, որը հրադադարի համաձայնագրից ի վեր սպանել է ավելի քան 200 անմեղ մարդու, թաքնվելով տարբեր արդարացումների հետևում և շարունակելով իր օկուպացիան։ ԱՄՆ նախագահը CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում ներկայացրել է երկրների ցանկ, որոնց միջև եղած հակամարտությունները լուծել է։ Այդ ցանկում ներառված են եղել նաև Հայաստանն ու Ադրբեջանը։ Թրամփը մասնավորապես գրպանից հանել է 8 միջազգային հնչեղություն ունեցող հակամարտությունների ցուցակը, որոնց նա կարողացել է վերջ դնել նախագահի պաշտոնը ստանձնելուց ի վեր, հայտարարել, որ լուծել է 8-ից 9 պատերազմ։ Հռոմի պատմական կենտրոնում արդեն երկրորդ անգամ փլուզվել է միջնադարյան կոնտի աշտարակը։ Կոլիզեումի և Հռոմեական ֆորումի մոտ գտնվող միջնադարյան այս աշտարակի մասնակի փլուզումը տեղի ունեցել այսօր առավոտյան։ Փլատակների տակից դուրս է բերվել 4 մարդ, որոնցից մեկի վիճակը ծանր է։